Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնան ինչպես միշտ ձեզ համար նախապատրաստել է բացառիկ սպորտային թողարկում, ունեմ սպասված հյուր չեմպիոն, բայց նրա հետ րոպեներանց կշփվեմ, որովհետև պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով եւ առաջարկեմ այս պայն տեղափոխվենք Լոս Անջելես, որովհետև հատուկ ուղերձ ունեմ սիրված երգչուհի Սոնա Վարպետյանի կողմից։ Դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։ Ողջույն Հայաստան ջան, իմ շատ սիրելի հայեր, ջերմ ողջույններս։ Սրտանց ուզում եմ ողջունել իմ հարազատ հեռուստաընկերությանը 21 TV-ին եւ իհարկե շնորհակալությունս հայտնել, որ իմ տեսահոլովակները միշտ ձեր եթերում հեռարձակվում են։ Ամենաջերմ ողջույններս ձեզ Դինա Ակոպովնա ջան, իմ անփոխարինելի ընկեր։ Սիրով ուզում եմ ողջունել այսօրվա հոբելյարներին եւ իհարկե ինչպես խոստացել էի իմ բալիկի ծնվելուց առաջինը ձեզ մոտ եմ հյուր լինելու, բայց ցավոք հեռու գտնվելու պատճառով մենք այսպես առայժմ ձեզ կողջունենք եւ իհարկե հաջորդ կատարումը իմ եւ իմ Դոմինիկայի կողմից սիրով նվիրում ենք մեր այսօրվա հոբելյարներին։ Լավագույն մաղթանքներով Սոնա Վարպետյան եւ իհարկե Դոմի։ Դե ինչ դուք արդեն հասկացաք, որ էքսկլյուզիվ տարբերակով մենք Սոնչիկի նաև գեղեցկուհուն տեսանք մեզ մոտ եթերում, նա առաջին անգամ մեզ մոտ տաղավարում ասեց, որ բալիկի է սպասում, երբ որ գա Հայաստան, իր բալիկի հետ էլ կլինի մեզ մոտ տաղավարում, իսկ Սոնչիկի, այսպես ասած, նաև Սոնա Վարպետյանի նախընտրած են, որ երաժշտությունը սիրող հեռուստադիտողների համար հատուկ տեսահոլովակ։ Դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։ Հենց մեր գյուղումը պատահեց այցուլումը, յարս տեսավ Մարոյին, վույն եկավ իմ յարոյի, հենց մեր դեզի մոտ Մարոյից առավ կարոտ, ուզում էին ինձ համոզել, որ եկել են ոչխար խուզեն, բայց ոչխարը սարում խզարում տուն ու տեղս փուլ եկավ, Մարոյարից տուն եկավ, յարս մարտին գնաց պարտի, վույ համայար ջան, ես մնացի առանց մարտի, Հարսնի կարին հորդին մորդին, վույ համայար ջան, և ունեցան երկու որդի, յարս մարտին գնաց պարտի, վույ համայար ջան, ես մնացի առանց մարտի, վայ համայար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույ համայար ջան, կեղով էլան իրար փրթին, Բաղջունեմ այախչի, ոնց կարա յարս փախչի, մարդ չունեմ որ կանչի, խմիջակադս պաչի, մարու յարիս յար դարավ, եղան գեղով խայտարավ, կժվիմ կնգնիմ ճամպեքի, ինչև գտնեմ ենեքի, ով ինձ սակուն սիրումա, կութանս վարումա, սարերից տանումա, տնաշենս պանումա, յարս մարտին գնաց պարտի, վույ համայար, յարս մարտին գնաց պարտի, Ես մնացի առանց մարտի, վայ համայար ջան, հարսնի կարին հորդին մորդին, վույ
Ես մնացի առանց մարդի Հարսնի քարին հորթին մորթին Կեղով էլան իրար փրթին Դե ինչ 21 TV-ի եթերում աշխատանք սկսել է Զինայդ նախագիծ, անցնում ենք բուն թեմային, ունեմ շատ սպասված հյուր, տեսանյութի օգնությամբ կհասկանանք, թե ով է ինձ մոտ տաղավարում, լի է ախտանակներով, էմոցիաներով նյութը, իդեպ ասեմ նա վերադարձել ընդամենը մի քանի օր առաջ Հայաստան եւ բնականաբար ինձ մոտ տաղավարում է։ Ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա։ Всех приветствую, меня зовут Сурен Петросян, я родом из Узбекистана, представляю клуб «Львиное сердце». Техничный и расчетливый Сурен Жизакский Петросян. Դե ինչ ես վստահ եմ, որ հենց հիմա շատերը մոտ նստեցին, ձայնը բարձրացրեցին եւ ասում են Հակոբովնա արագ ներկայացրու եւ անցիր հարցադրումներիդ։ Ասեմ, որ մեծագույն սիրով հյուրընկալեմ Lionheart Թիվ 1 մարզիկ, Наша дела լիգայի չեմպիոն Սուրեն Պետրոսյանին։ Բարև ձեզ։ Ողջույն Սուր ջան, ինչպե՞ս ես։ Լավ, նորմալ դուք։ Սուր, ես ճիշտ է, չէ, որ դու նոր ես վերադարձել Հայաստան, դու դրսում էիր։ Հա։ Ու Դե Lionheart թիմը ոնց բացվեց, ես տեղափոխվեցի ստե ու կամաց ուզում եմ ճիշտ ասեմ մնամ Հայաստան։ այդ կամաց-կամացը արդեն որ ասում եմ նախապատրաստական աշխատանքներն են գնում, ինչա պետք է վերադառնալու համար Սուր։ Դե ճիշտն ասեմ միանգամից դժվար է ստեն սովորել, բայց իմ համար հարմար է սա, դուրս գալիս է, ինչ ուզում ալնի մեր երկիրն է Հայաստանը։ Ես մտածում եմ 5 տարվա մեջ հաստատ կտեղափոխվեմ ստե։ Սուր, բայց ասա, որ այն քո ընկերներն էլ հիմա կփաստեն, որ քեզ մոտ հայերենը բավականին լուրջ բացվել է։ Ճիշտն ասեմ, հա, ստե արդեն կամաց լեզուս բացվում է, ասենք։ Ես միշտ ակադեմիայում ասում եմ, Արոն, աշխատեք շատ հայերեն խոսեք։ Ինձ թվում է հայերեն խոսելուց էլ դա կարևոր երևույթ է, էլի։ Բայց հիմա մի քիչ հետ գնանք, էլի, Սուր, նոր գանք ներկային։ Երբ որ Հակոբովնային հնարավորություն էր տված լինել Armad Fight Show-ի ժամանակ, եւ ես այն բացառիկ կոպիտ ասած նաև հաղորդավարուհիներից է, որ իրավունք ունեի բեքսթեջեր ներկայացնել։ Ես ձեզ չխանգարեցի այն տաքանալու ժամանակ, ներկայացրել եմ ձեր, այսպես ասած, նաև բոյերը, մենամարտերը եւ որից հետո թե ով ինչպես էր, այսպես ասած, քաղում իր հաղթանակը։ Սուրոն երկրորդն էր այդ ընթացքում հաղթեցիր Սուր, մի հատ խնդրում եմ հիշեցրու, ով էր քո Ես Կազախի հետ եմ կպել, ինքը ուժեղ նոկաուտյոր էր, Ալաշ Պրայդի չեմպիոն էր։ В общем, լավ գրեց երկրորդ ռաունդում նոկաուտով։ Հասուրան դեն որ ասում է վարկանիշը բարձր է, 100-ից 90-ը հաղթանակը դա այդքան էլ էական չի։ Միջև չես մտնում ինձ թվում առինք չես հասկանում, չէ՞, կա տենց բան։ Ոնց է ուրիշ շատ է ասենք դժվար է։ Մի հատ էլ ինքը 4 կիլո քաշ չի արել։ Ավել էր ինձնից ինքը։ Ասենք ես ասի լավ կկպնեմ։ Իսկ հասակները։ Մենք պրամեժուտիչնի բան ենք կպել, վիսավոյ կատեգորիա 82 կիլո։ Ինքը 87.5 էր։ Իսկ դա խախտում չի։ Չկարացավ գցել, չէ։ Հա։ Ես ասենք կարա ասեի չեմ կպնելու, всё ասենք։ Մի կիլոից ավել է, ասենք կարամ ասեմ, всё չեմ կպնելու, բայց ես ասի ոչինչ կկպնեմ, որտեվ ինձի բոյեր պետք է կպնե հաստատ։
Շատ լավ, եւ այդ բոյը նաեւ համարվում այն բոյերից մեկը մենամարտեց, որ վարկանիշը եւս մեկ սանդղակով բարձրացնում է, տենց թեմա կա, չէ։ Մի հարց էլ սուր, ինձ մոտ Դավիթ Խաչատրյան մի լավ տեքստ ասաց ձին, ինձ ուղակի բոյ մենամարտ պետք չի։ Ինձ պետք է լավ ուժեղ վարկանիշով բարձր մարզիկ, որ հասկանամ ում հետ ինչ եմ անում։ Այսինքն, բայց դուք իրավունք ունեք նաեւ դուք էլ ընտրեք ում հետ կպնել։ Իրավունք ունենք, բայց մեր մոտ մեր տրեները Արմեն Գուլյանը ինքը ասենք միշտ մեզ ասում է, պետք է ուժեղների հետ կպնեք, որ հասկանանք ում հետ են կպնում։ Հա։ Թե չասենք թուլերին կրենք ու ասենք մեզի խափենք, ուրիշներին խափենք, դա Հա, անիմաստ թեմա է։ Հասկացա։ Հիմա լայն հարթում, երբ որ լույսը բացվում արդեն Instagram-ան էջը ներխուժում ես, հասկանում ես, որ տղաները առավոտից սկսում են պարապմունքը, ամեն իր գործով, մարզիչներ, այսպես այնպես ձեր կողքին է միշտ Արմենը եւ Էդուարդը։ Արմենը, Էդուարդը, Դավոն, օր երկու անգամ իրար հետ պարապում ենք, իրար օգնում ենք։ В общем, տղեկը սախ մալադեց, ասենք Հայաստանի համար շատ լիքը լավություն են անում։ Շատ լավ, իսկ կա արխիվում հիմա թեմա, սուր ունես դու ինչ որ չգիտեմ մենամարտ որ պատրաստվում ես, թե հիմա քո առօրյայով ես զբաղված։ Ես հիմա պատրաստվում եմ, ճիշտն ասեմ, Armat Fighting-ն եմ սպասում, պետք է հուլիսի վերջին լիներ, հիմա 2-3 ամսից պետք է լինի։ Հա։ Հիմա ես ասենք լիգաների հետ կոնտրակտ չունեմ, ազատ եմ, հիմա տարբեր լիգաների հետ կարամ կպնեմ։ Հիմա սպասում եմ, որ ինձ մեկին առաջարկեն ու կկպնեմ մի հուլիսի վերջին մի ամսից։ Իսկ ով է Սուրենի ամենախիստ քննադատը, որ շփվում ես հետո ու լսում ես իր խորհուրդները միշտ Սուր, ով կա տենց կողքը։ Ասենք, ճիշտն ասեմ, Դավոն, Էդոն, Արմեն Գուլյանը, ասենք, ով կա էլի, ասենք, մի օքին չեմ կարա ասեմ։ Հա։ Լսում ես, չէ՞։ Այդ իրեքը հաստատ հա, Դավոն, Էդոն ու Արմեն Գուլյանը։ Սուր, իսկ մի քիչ առաջ գնանք, պատկերացնում ես քեզ մարզիչի կարգավիճակում։ Ես իմ Մտածել ես դրա մասին։ Հա, մտածել եմ։ Դե, ասենք Մտածում ես օրը կա նոր, թե ոնց։ Չէ, օրեկան չեն, ինչ մի 3-4 տարի առաջ հա մտածել եմ, հիմա դե չգիտեմ։ Հա, ի՞նչն է բաղ ես։ Սպորտի մեջ եմ։ Հա։ Գործող մարզիկ ես, լավ չեմ ուզում, բայց մի հատ վատ թեմա էլ ասեմ, էլի, իսկ վետերան քեզ պատկերացնում ես։ Վետերան չէ։ Ես թույլ տեղը գիտեմ սպորտսմենների արդեն։ Ես հիմա 29 տարեկան եմ, մաքսիմում մինչև 35-6 տարի ուզում եմ կպնեմ ու վсё, արդեն չեմ ուզում, ասենք 50 տարեկան լինեմ ու կպնեմ, այդենք որտեղ փողի համար, ասենք, պետք չի ինձ։ Շատ լավ։ Իսկ դու հենց հիմա հավաքական թեմայի մեջ ուզում ասեմ, որ ասում եմ զբորի ենք, ռեժիմ ենք պահում, չգիտեմ, սննդակարգ է, երկու անգամ պարապել, աղջիկների հետ շփվել է, այդ հիմա չկա, չէ՞ դեռ։ Չէ, դա բոյից առաջ հա, բայց դե հիմա ասենք եկա ժամանակ կա, այդքան բան չէ։ Հիմա ասենք ոնց չուտեն ու աղջիկները չշփվեն, գոնե հիմա էլի։ Շատ լավ։ Ու մի բան եմ նկատել Սուր, ես հասկացել եմ, որ դուք այնքան լավ մտերիմ ընկերություն ա, որ անհնարին է, ասենք, այն ազատ օրերին գոնե էջմիածնում չլինեք, ենել Դավոյի ուղեկցությամբ։ Այդ տենց դարել է ավանդույթ, հա, ոնց որ գնում եք միշտ Դավիթի հետ էջմիածին։ Ճիշտն ասեմ, Դավոն ինձ միշտ կանչում է, ասում է, արի, ես չեմ կարող, չգիտեմ, ժամանակ չունեմ, օգնում եմ պարապմունքից, բայց միշտ կանչում է Դավոն, տղեկ եղել են արդեն իր մոտ, ես չեմ եղել, բայց հա, պետք է ուրեմն ուղղես այդ սխալը։ Հա, պետք է մի օր։ Շատ լավ, մի հարցել ու անցնում ենք բլից հարցադրումներին։ Ես գիտեմ, որ ամեն հաղթանակից հետո ձեզ նման տղաների կողքերը շատ պատտվում են դրսի պրոմոթերները։
որոնք սկսում են իրենց առաջարկներով բզբզել։ Սուր շատ են քեզ, որ ասում է կողքից ականջիդ ասում Սուրեն ջան կարող է լավ առաջարկ ընդունես, եղել է տենց Դե թեմա։ ճիշտ եղել է, հա, բայց դե ես ճիշտն ասեմ, մեր թիմը ինչ կասի, ես մենակ իրանց եմ լսում, Հա։ ասենք Անդաբաջան ես։ ուրիշների հետ գործ չունեմ, հա, իրանք ինչ կասեն, տենց էլ կլինի, ասենք, իմ համար։ Շատ լավ։ Իսկ քանի որ մեր սպորտսմենի նկարները, վիդեոները ամենաշատ ինձ ուղարկում էին գեղեցիկ սերի ներկայացուցիչները, այն որ ուզում էին ինձ համոզային, որ ինչու օրինակ Սուրենը քեզ մոտ տաղավարում չի Lion Heart-ի տղաներից շատ եկել են, դե դուք հասկացաք, ինքը դրսում էր, բայց հիմա այստեղ է ու եթե ուզում եք նրա ճաշակետ ծանոթանալ, ընդհանրապես, որ ֆանատորեն հետևում եք նրան, Սուր բլից հարցադրումով հասկանանք ինչպիսի ճաշակ ունես։ Կարելի է, հա։ Գնացինք։ Փորձենք։ Օրը սկսում ես առավոտյան ժամը։ Քանի՞։ Ժամը 9-ին։ Լուրջ։ Հա։ Այսինքն դա ստաբիլ է, թե տենց ուղղակի։ Դե ստաբիլ, հա, 9-ին, որովհետև պարապմունքը 10-ն է, 9-ին զարթում եմ, հա։ Շատ լավ։ Իսկ առավոտյան սուրճ ես նախընտրում, թե երեկոյան թեյ։ Սուրճ, հա։ Լավ։ Նախընտրելի ուտեստ ունես, որ սիրում ես այն հայկականն է մերն է։ Հա, բա ոնց, Որն է։ Ասա էլի։ ասենք, Մեկը կոնեմ։ ինչ ասեմ։ Միսս շատ սիրում ուտել։ Միս սիրում եմ, հա, բայց դե առավոտ ճիշտն ասեմ չի կարելի պարապմունքից առաջ։ Դե առավոտը պարապմունքից մոռացանք, հետո։ ընդհանրապես, որ սիրում ես կոննեն, որ հայես դակուտեմ, եթե կա, Դոլմա ասենք։ հա, հասկացա, վերջ։ Այդքանով եզրափակվեցինք։ Իսկ եթե գնում ենք քեֆի, որ խմիչքն ենք նախընտրում, Չէ, ես вообще Հա, ասեմ, տենց։ չէ։ իսկ եթե կենացա լինում, որ կենացն ես սիրում լսել գոնե։ Դե ես չեմ խմում, ճիշտն ասեմ։ Խելոք լսում ես կողքից։ Հա։ Խելոք լսում ես կողքից։ Հա, լսում եմ մենակ մաքսիմում, իտո իմ կողը չկան էլի այդքան մարդիկ, որ խմում են, ասենք, ճիշտն ասեմ։ Էտա։ Շատ լավ։ կյանքը էդ է։ Գնացինք։ Սև, սպիտակ թե ուրիշ գույն։ Կարմիր, Օ, լուրջ։ Իսկ երեկոյան հագուստ ես սիրում թե սպորտային։ սպորտ։ Նախ- Սպորտմենը սպորտ է սիրում։ Հիմա, եթե այս պահին մոռանում ենք այն սպորտաձևը, որը որ Սուրենն է պարապում, ուրիշ ինչ սպորտաձև ես նախընտրում։ Ֆուտբոլ։ Լուրջ ես Հա, ասում։ սիրում եմ։ Եվ կա խումբ։ Փոքր ժամանակ ֆուտբոլ եմ հացել։ Թիմ? 3-4 տարի։ Որ թիմ? Դա Ուզբեկստան էր։ Հա։ Ես դե Ուզբեկստան եմ ծնվել, այնտեղ եմ, в общем, լյուբիտելսկի։ Հետո Մեր բան Սագդիանա կլուբ կար այնտեղ եմ Օ։ հաղթել, հա։ հասկացա։ Լավ, սեր թե փող։ Սեր։ Փողը Սեր, սեր։ ես չեմ հավատում, բայց դե թող սերը լինի լավ։ Սիրուն չես հավատում։ Չէ։ Չես սիրել եւ դրանից։ Սիրել եմ մի անգամ ու դրանից Էտա։ հետո մի քիչ Արդեն աղջիկների Ողջույն։ լիքը հարցի պատասխանվեց։ Ֆիլմ թե ներկայացում։ ֆիլմ։ Իսկ դու այստեղ փորձել ես գնաս օրինակ ներկայացում նայելու։ Չէ։ Այդ դրա համար ես քեզ մի անգամ հրավիրելու եմ գնանք Լավ։ միասին, որ ինձ թվում է դուք փոխես նաև թեման։ Okay. Շատ լավ։ Կա իր որ միշտ քեզ հետ է։ Հեռախոսը մոռանանք։ Չգիտեմ, թալիսման բան տենց չունես, որ հետդ մանես տալ։ Դա չեմ հավատում տենց բաները։ Շատ լավ։ Համակարգիչ թե հեռախոս։ Հերախոս։ Լավ։ Ինչի մասին երբեք բարձր չես ասի։ Թեման կա տենց։ Դժվար։ Ինչի մասին ասենք։ Ես թմալը դե երիտասարդ ես։ Երևի- Որ ասма տարիները կգան կասենք ինչի մասին։ Լավ, իսկ կա մի բան, որ երբեք չես անի։ Կարող է, հա, ասենք դավաճանություն, հա, դա Շատ լավ։ Իսկ ինչից է վախենում Սուրոն։ Մամային կորցնեն։ Կորուստից ես վախենում։ Շատ լավ։ Երևանում ունես նախընտրած անկյուն վայր, որ միշտ սիրում ես այդտեղ գնալ։ Կասկադ։ Հա։ Հա, շատ եմ սիրում։ Շատ լավ։ Սուր հավատում ես երազներիդ։ Տեսնում ես երազներ, Չէ, բայց տեսնում եմ մեկ-մեկ, բայց չեմ հավատում։ իսկ ներքին ձայնիդ լսում ես։ Հա, Այստեղ փոքր Սուրո կա, որ այդդ կռվում է։ հա, կա։ Ով է կռում։ Փոքր չի, մեծ է ինքը։ Մեծ է։ Շատ լավ։ Տարբեր մեկ-մեկ sense։ Սուր ռադիո թե TV։ TV, Քիմ Քարդաշյան թե J-Lo։ J-Lo, Օ, հոզիվ։ Խամզատ թե Մակգրեգոր։ Խամզատ։ Մտածեցիր ոնց որ։ Ինչի։ Դե երկուսն էլ լավն են, Կոնորն էլ, ասենք, դե Խամզատ ավելի մոտիկ է մեզ Իսկ իրար։ ինչի է թվում որ Մակգրեգը տենց մի տեսակ շոու անող է, իսկ Ինքը- Խամզատը կպնող է։ Հա, դե ասի
Խամզատ, որտեվ դե Խամզատը մեզ ավելի մոտիկ է, ասենք Այո։ Սարոկյանի հետ է մոտիկ, հայերի մասին sense լավ է խոսում։ Հա, լավ Դրա ընկեր է, համար ասեցի փաստորեն։ Խամզան, հա։ Հասկացա, ինձ մոտիկ չի, բայց ես նրան ֆանատորեն սիրում եմ։ Բոքս թե շախմատ։ Բոքս։ Լավ։ Սուր մարդ կա, որ քո բոլոր գաղտնիքները գիտի։ Դե մաման էլի։ Հա, լավ, հասկացա։ Իսկ ավտոմագնիշ նախընտրած որ սիրում ես, դա Ավտո, այո։ BMW։ Քո ամենաուժեղ կողմը որն է։ Բավականին ուժեղ տղա ես, բայց քո սիրտը բավականին փափուկ է, տենց թեմա կա, քո ընկերներն են Կա, հա։ ասել։ Կա Տեսա։ տենց բան։ Ուրեմն բամբասանքները ճիշտ էր։ Հիմա մի հարց, որը ես տալիս եմ գրեթե բոլոր իմ հյուրերին, դե մի քիչ հումորով ենք մոտենում, բայց նախընտրում եմ լսել պատասխան։ Սուր նավ կա, այն էլ խորտակվում է։ Մեջը երկու անց կա, դու մեկին պետք է փրկես։ Մեկը Արենն է Ակոպյան, մեկը Զինան է Ակոպովն է։ Այդի դժվար հարց։ Դժվար հարց է։ Կարամ չպատասխանեմ։ Շատ լավ, Արեն ջան, так что քեզ էլ դեմ որ ասма ոչ ինձ փրկեց, ոչ քեզ փրկեց։ Շատ լավ։ Եվ այսքանից հետո ամփոփման համար Սուր, ես կուզեի մի հատ այն որ ասма չեմպիոնի խորհուրդ։ Ես հիմա լսում եմ նաև նոր սերունդը, ովքեր որ նաև ձեզ հետ նույնն են որ ասма շրջապատում ես ինքս տեսել եմ թե ոնց են պարապում ու այն որ աչքի պոչով հետևում են դուք ոնց եք պարապում, հա։ Նոր սերնդի ինչ խորհուրդ կտաս որպես չեմպիոն։ Մեր երեխեքին ուզում եմ ասեմ տղեկ ջան, պարապեք, ես բոյից հետո եմ ասել, այդ վերջի բոյից հետո պարապեք, ուժեղացեք, մեր ազգը իրավունք չունի, մենք պետք է ուժեղ լինենք, միշտ առաջ գնանք։ Ամեն ինչով, սպորտ, ինչ ուզում ալնի, ասենք։ Դա ուրիշ իրավունք չունենք մենք, ասենք։ Հիանալի է։ Տենց եմ մտածում։ Լավ, Սուր, իսկ դու դեռ Երևանում ես, չէ՞։ Հա, Երևան։ Հիանալի է եւ ինչ որ մի նորության դեպքում բնականաբար Ակոպովն են կիմանա, որտեղ ունեմ լավ ընկերներ, որոնք առաջինը հասցնում են ինձ եւ հույսով եմ հաջորդ անգամ ես երկար չեմ սպասի քեզ, ասես ձին ունեմ թեմա, միասին կիսվենք, լավ։ Շնորհակալ եմ քեզ շատ։ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միջև հիմա հետևում էին մեզ եւ իհարկե վստահ եմ շատ հարցերի պատասխաններ անձամբ հենց դուք ինքներդ էլ ստացաք։ Միջև հիմա չեմպիոն ընկերս էր եւ իհարկե ձեր Զինա Ակոպովն անում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում բարին ձեզ։ Օր չի առանց ընկերների, առանց առիթների, մեկը մեկից խելառու անթերի, լավն ենք էլի, օր չի առանց ընկերների, առանց առիթների, մեկը մեկից խելառու անթերի, լավն ենք էլի, մեր մեջ իմ ու քո չկա, ընկերոջ համար չեմ բար չկա, սիրտն էլ ուզես կհանի ու կտա, կերխմի կեֆ արա, մեծ աշխարհ մեզ օրը մակամ ես նիցել ամենլի, անխախտելի, ընկերություն չկա, կերխմի կեֆ արա, մեծ աշխարհ մեզ օրը մակամ ես նիցել ամենլի, անխախտելի, ընկերություն չկա, աշխարհն շուռ կա, փուլ կա, կողքիս ընկերություն կա, էլի ոնց եղելու կա Կյանք չի առանց ընկերների, առանց իմ գժերի, մեզ ասում են դե ուրիշ ենք էլի, հազարով չի, կյանք չի առանց ընկերների, առանց իմ գժերի, մեզ ասում են դե ուրիշ ենք էլի, հազարով չի, մեր մեջ իմ ու քո չկա, ընկերոջ համար չեմ բար չկա